Կալանյուսը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում։ Կառավարությունը գումարել է այս տարվա առաջին նիստը։ Գործադիրի անդամները կառավարության հաստատմանն են ներկայացրել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, առաջարկել որոշ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարել։ Կառավարության նիստից հետո գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անդրադարձել է ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառվող գործողություններին։ Քննությունը շարունակվում է եւ եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որևէ որոշում գտնում է ոչ իրավաչափ, կարող է բողոքարկել, հայտարարել է նա։ Ազգային ժողովի պատգամավորներ Դաշնակցական Վահան Հովհաննիսյանի Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր տեսփան նշանակվելու եւ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի պատգամավորական մանդատներից հրաժարվելու փաստը հանրության ուշադրության կենտրոնում է։ Ի վերջո ով կփոխարինի խորհրդարանում Թևան Պողոսյանին։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը։ Ընդդեմ կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի նախաձեռնության անդամները չեն պատրաստվում դադարեցնել իրենց պայքարը։ Հայաստանում տոները եկամուտներ ստանալու լավ առիթ են, հատկապես նրանց համար, ովքեր զբաղվում են ապրանքների ներկրման փոխվաճառքով։ Դրա մասին են վկայում շուկայական ապրանքների գները։ Անցած տարեվերջին եւս մի շարք ապրանքատեսակների գների զգալի աճ գրանցվեց, որին քաղաքացիները որևէ բացատրություն չեն գտնում։ Կառավարությունը գումարել է այս տարվա առաջին նիստը։ Օրակարգում եղել է 27 հարց, գործադիրի անդամները կառավարության հաստատմանն են ներկայացրել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, առաջարկել որոշ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարել։ 2014 թվականին սպասում է լարված աշխատանք, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը իր կաբինետի անդամներին հրահանգելով հասարակությանը եւ լրատվամիջոցներին ներկայացնել տեղեկատվություն կառավարության գործունեության վերաբերյալ։ Ինչ խնդիրներ են առանձնացրել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները եւ այս տարվա պետական բյուջեի նախագծով ինչ ծրագրեր են իրականացվելու, մանրամասնում է մեր աշխատակիցը։ Մինչ նիստի օրակարգի ձևավորումը Տիգրան Սարգսյանը նախ հայտարարեց, որ իրեն սպասվում է լարված տարի, հիշեցնելով իր կաբինետի անդամներին, որ արդեն հաստատված են բոլոր գերատեսչությունների 2014 թվականի գերակա խնդիրները, որոնց շուրջ վերջիններս պետք է աշխատեն, եւ որպեսզի կառավարության աշխատանքը վերահսկվի լրատվամիջոցների կողմից, իսկ հանրությունն էլ տեղյակ լինի, Սարգսյանը տվեց առաջին հրահանգը։ Կազմակերպեք ձեր գերակա խնդիրների եւ տարվա ծրագրերի ներկայացումը զանգվածային լրատվական միջոցների մեր հանրությանը, որպեսզի մեր հանրությունը հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունը ըստ նախարարությունների եւ ըստ գերատեսչությունների 2014 թվականին։ Որոնք են նախարարությունների առջև ծառացած խնդիրները, ինչ ծրագրեր են մշակվել ընթացիկ տարվա համար։ Գործադիրի անդամներից մի քանիսը կառավարության նիստից հետո լրագրողների զրույցում նշեցին, թե մշակված ծրագրերը բազմաթիվ են, 2014 թվականին անելիքները շատ։ Օրինակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի խոսքերով, իրենց համար գերխնդիր է Սևանա լիճը մանրաձկով համալրելը, ինչպես նաև Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծումը։ Պետական բյուջեից իր ղեկավարած գերատեսչությանը հատկացված գումարից Հարությունյանը գոհ է։ Ընդհանուր առմամբ 21 ծրագիր է նախատեսված իրականացնել։ Եվ նաև ունենք հնարավորություն այլ միջոցներ, այլ ծրագրեր, որոնք նույնպես ներգրավելու են եւ այն գումարները, որոնք որ մեզ հատկացված են, այն գումարների շրջանակներում մենք մեր աշխատանքները իրականացնում ենք։ Ունակի արդյոք Տիգրան Սարգսյանի կառավարությունը մեղմել երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը եւ որքանով արդյունավետ կաշխատի սոցիալական անունը ստացած բյուջեն։ Լրագրողները հետաքրքրվեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից։ Վերջինս նշեց, թե գործադիր իշխանության մշակած ծրագրերը միտված են մեղմելու աղքատության բարձր մակարդակն ու կանխել արտագաղթը։ Ըստ Ասատրյանի, իրենց համար գերխնդիրն աշխատատեղերի ստեղծումն է։ Երկրորդը դա հաշվանդամության սահմանման նոր մոդելի ներդրումն է, որը նշանակում է որ սուբյեկտիվ մոտեցումների հնարավորինս նվազեցում, նոր չափորոշիչների մշակում հաստատում, որը թույլ կտա իրականացնել անձի բազմակողմանի կարիքների գնահատում եւ այդ գնահատված կարիքների հիման վրա սոցիալական աջակցության համապատասխան ծրագրերի իրականացում։ Կանթամակցի արդյոք Հայաստանը մաքսային միությանը եւ ճանապարհային քարտեզի մշակումը որքանով կնպաստի այդ գործընթացին։ Հարցի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարը կարծիք հայտնել չցանկացավ։ Նա հույս ունի, որ 2014 թվականին Հայաստանը կդառնա մաքսային միության լիարժեք անդամ։ Նման խնդիրները, քանի որ կախված չեն միայն Հայաստանի Հանրապետությունից, վստահության մասին չի կարելի խոսել, բայց մենք ունենք աշխատանքային ծրագիր, այդ աշխատանքային ծրագրով պետք է իրականացնենք բոլոր քայլերը, որոնք որ թույլ կտան մեզ անդամակցել։
Այնպես չէ, որ ամեն ինչ պետք է արագ փոխվի, արձագանքեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, երբ վերջինիցս հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է գտնվում Սերժ Սարգսյանի դեռևս 2008 թվականի նախընտրական խոստումը։ Խոսքը վերաբերում է տարածքների համաչափ զարգացման ծրագրին։ Ինչպես հայտնի է, այդ ծրագրով նախատեսված էր որոշ նախարարություններ տեղափոխել Գյումրի, եւ չնայած խոսվում էր մի քանի գերատեսչության մասին, սակայն 6 տարի անց Վաչե Տերտերյանը դժվարությամբ հիշեց միայն դրանցից մեկի մասին։ Խոսում էինք մշակույթի նախարարության մասին, բայց կյանքի կոչվում է ծրագիրը եւ միանգամից չի ամեն ինչ փոխվելու աստիճանաբար։ Ընդհանուր առմամբ գործադիրի անդամները նախընտրեցին հիմնականում կրկնել իրենց ղեկավար Տիգրան Սարգսյանի արտահայտությունը, նշելով, թե իրենց եւս սպասվում է լարված աշխատանքային տարի։ Հավելենք, որ նախարարների շատերն էլ սովորության համաձայն կառավարության շենքը լքեցին հակառակ մուտքից։ Փայլակ Վարդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։ Քննությունը շարունակվում է եւ եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որևէ որոշում գտնում է ոչ իրավաչափ, կարող է բողոքարկել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանով են իրավաչափ կալանքի տակ գտնվող ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառվող գործողությունները եւ հարազատների հետ նրա տեսակցությունների արգելքը։ Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի արտահայտ զեկույցին եւ հնչեցրած գնահատականներին, Գևորգ Կոստանյանն ասել է, թե ցանկացած երևույթ իր հիմքում պետք է ունենա փաստեր։ Երևույթը չունի եթերային, երևույթը հիմնված է որևէ փաստերի վրա եւ այդ փաստերի ներկայացման մասին է խոսքը, որ այդ փաստերին պետք է գնահատվի առավել եւս որ քրեական գործողությունները փաստի արդիվ եւ ոչ թե երևույթի կապակցությամբ։ Ինչ վերաբերում է մամուլում արտահայտված այդ ներկայացված անուններին, ապա յուրաքանչյուր այդ դեպքի կապակցությամբ, որի մասին կամ կոնկրետ փաստաբանների կողմից հայտարարություն եւ նրանց վերաբերյալ մի մանրամասն հաղորդագրություն ներկայացրեցին եւ յուրաքանչյուր փաստաբանի ներկայացրած տվյալի կապակցությամբ վերլուծություններ ներկայացրեցին։ Թե ինչով է պայմանավորված տվյալ փաստաբանը ներկայացնում այդ հանգամանքները, որովհետև ինքը դժգոհ է եղել կայացրած դատախազներից եւ առավել ևս ես կարծում եմ բոլորը հնարավորություն ունեցել եք նաեւ գնահատելու, որ որևէ փաստաբան կամ որևէ հայտարարություն չի եղել, որ տեղի ունեցել կաշառքի փաստ կամ կոռուպցիոն այլ դրսևորման փաստ։ Ձմեռային զորակոչի ընթացքին եւ իրականացվող աշխատանքներուն տեղում ծանոթանալու նպատակով կենտրոնական հավաքակայան է այցելել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Վերջինս շրջելու զրուցել է զինվորների հետ, հետևել վիճակահանությանը, որով որոշում է, թե որ զինվորը որ զորամասում է ծառայելու։ Նախարարը եղել է նաև Բուշկետում ծանոթացել զինվորների անձնական գործերին։ Ավելի վաղ նա հրահանգել էր, որ անձնական գործերում պետք է լինի բժշկական քարտ։ Պարզվեց դրա մասին տեղյակ են եղել ոչ բոլորը։ Վերջում լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ բարեփոխումները միտված են ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Շարքով ու կարգով իրենց անձնական համարներով նորակոչիկները շարժվում են դեպի զորամաս, մասնակցելու վիճակահանությանը, որով որոշվելու է, թե նրանցից ով որ զորամասում է ծառայելու։ Դուրս է գալիս Ստեփանակերտ, դարձյալ Ստեփանակերտ եւ եւս մեկ անգամ Ստեփանակերտ։ Ստեփանակերտ, չեմ վախենում, չեմ խուսափում, չեմ պատկերացնում, կգնամ հարց կլինի։ Վիճակահանությանը հետևելու էր եկել նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շրջեց, զրուցեց զինվորների հետ, բարի ծառայություն ու վերադարձ մաղթեց վերջիններիս։ Լրագրողների դիտարկմանը, թե վիճակահանության արկղիկից առավել հաճախ Ստեփանակերտ է դուրս գալիս, նախարարը վկայակոչեց կապ անզորակոչվող զինվորին։ Բանակի մարտունակությունը ապահովում է առողջ զինվորը, ուստի նախարարը շրջում է Բուշկետով։ Հիշում է, հրահանգել էր անձնական գործերում պետք է լինի բժշկական քարտ, որտեղ էլ պարտադիր պետք է նշել բուժզնման պահին զինվորի ջերմաստիճանը։ Պարզվեց հրահանգի մասին տեղյակ են եղել ոչ բոլորը։ Ստում էր հավաքականի բժիշկը, որ այդ ջերմաստիճանն է ունեցել։ Ջերմությունը վերջինս տեղ են չափում պարոն նախարար, ստեղ պետք է այս քարտի մեջ գրանցենք։ Դե ուրա գրանցենք։ Մենք հրահանգ եղավ լրացնել բաց թողումները, անդրադառնալով առողջական վիճակին նշվեց առավել հաճախ հանդիպում են հենաշարժական համակարգի բարդություններ։ Բժշկական հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցին, ինչքանով են հիմնավոր քաղաքացիների այն մտավախությունները, թե զինվորների պակասի պատճառով հաճախ բանակ են զորակոչվում առողջական խնդիրներ ունեցող զինվորներ, ովքեր այլ պարագայում չէին զորակոչվի։ Հրամանի տարին համապատասխան, այսինքն այդ փորձաքննական հրամանի
հոդվածների կետերից որևէ շեղում չի թույլատրում։ Այդ ուրիշ բան, որ կա որոշ բաներ, որոնք նախորդ, ասենք, զորակոչերի ժամանակ ըստ այն ժամանակ գործող հրամանի ճանաչում էին զորակոչիկին ոչ պիտանի կամ տարկետում էր տրվում, հիմա փոխվել է հրամանը։ Վերջում լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ բարեփոխումները միտված են ոլորտում կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։ Գալայի խնդրանքով նախարարը անդրադարձել է նաև հրադադարի խախտման դեպքերին, նշելով, որ ձմռան ամիսներին դրանց թիվը նվազել է։ Կտրուկ նրանք նվազել են նաև այն առումով, որ վերջին 2 ամիսների ընթացքում մենք գրեթե բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ ինչ-որ, ասենք, հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքում նրանք ավելի են լկտի անում, իսկ լկտիներին մեզ պետք է պատժել։ Նաիրա Նալբանդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։ Այլ թեմայից։ Վերջին շրջանում երկրի խորհրդարանում տեղի ունեցող դեպքերը չեն վրիպել հանրության ուշադրության դիտակետից։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ազգային ժողովի պատգամավորներ Դաշնակցական Վահան Հովհաննիսյանի Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր տեսփան նշանակվելու փաստին եւ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի պատգամավորական մանդատներից հրաժարվելու խոսակցություններին։ Հատկապես Թևան Պողոսյանի հրաժարականի վերաբերյալ կարծիքները բազմաթիվ են, սակայն այն հանգամանքը, որ երկու պատգամավորներին էլ փոխարինելու կգան վերոնշյալ կուսակցությունների մեկ այլ ներկայացուցիչներ, դա միանշանակ է։ Թեմայի մանրամասները տեսանյութում։ Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հայտարարությունը իր պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ տարաբնույթ կարծիքների տեղիք տվեց։ Տեղեկություններ են շրջանառվում, որ Թևան Պողոսյանը այդ որոշումը կայացրել է Հանրապետական կուսակցության հորդորով, որպեսզի հաշվի չհանձնաժողովում նրա փոխարեն հանդես գա իշխանական կուսակցության ներկայացուցիչ։ Թևան Պողոսյանը բանավոր զրույցում հերքեց տեղեկությունները, դրանք համարելով ասեկոսեներ։ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւս այդ լուրերը արժանահավատ չի համարում։ Թևան Պողոսյանի մանդատից հրաժարվելու հանգամանքը պայմանավորում է այլ գործոններով։ Ես իր հետ հանդիպել եմ եւ կարծեք թե ճնշումների մասին այստեղ խոսք չկա, իր անձնական որոշումն է, ճնշում չկա ոչ խմբակցության ներսից, ոչ կուսակցության կողմից, հակառակը որպես պատգամավոր իր գործունեությունը շատ դրական հետագծով է երևացել այս ժամանակահատվածում։ Փոփոխություններ են սպասվում ոչ միայն Ժառանգություն, այլ նաև Հույդա խմբակցությունում, քանի որ արդեն հայտնի է, որ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։ Ուստի նրան փոխարինելու պետք է գա Հույդա կուսակցության այլ անդամ։ Իսկ ազգային ժողովում փետրվարյան նստաշրջանի ժամանակ օրակարգում է լինելու նաև Թևան Պողոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը։ Նրա պաշտոնում խմբակցության ղեկավարը առաջարկել է Երևանի ավականու անդամ եւ նույն կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի տեխնացությունը։ Հաջորդը ըստ ցուցակի ազատ դեմոկրատներից է եւ եթե ազատ դեմոկրատների մեր գործընկերները իսկապես ընդունեն այն, որ նախկին խմբակցության պատգամավորները այնուամենայնիվ որոշակի լումա ունեն այս խմբակցության ձևավորման գործում, ապա իրենք, եթե Թևան Պողոսյանը վերջնականապես չմտափոխվի եւ այդ որոշումը ի կատարածի, ապա կարծում եմ ճիշտ կանը, եթե զիջեն Ստեփան Սաֆարյանին։ Կարծում եմ, որ ներկայիս ազգային ժողովը բացարձակապես չի արտացոլում այսօրվա հասարակության իրական տրամադրությունները, իրական պատկերը, հա, եւ իր օրենսդիր մարմնի դերում չի ընդհանրապես, այն ողողված է ապաքաղաքական մարդկանցով, նա գլխավորում այդ մարմինը գլխավորում է մի մարդ, որը հայտնի է իր արտահայտությամբ, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չի։ Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը համոզված է, որ կատարվող իրադարձությունները ավելի շատ կապված են կոնկրետ անձանց հետ, եւ դրանք որևէ կերպ չեն անդրադառնա ընդհանուր քաղաքական իրավիճակի վրա։ Իսկ որոշ պատգամավորների փոխարինմանը զուգահեռ որևէ զգալի փոփոխություններ կարծում է, որ չեն արձանագրվի ներքաղաքական կյանքում, քանի որ վերլուծաբանը կողմնակից է խորհրդարանի արմատական փոփոխություններին։ Դիանա Դավթյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։
Թևան Պողոսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո փոքրինչ չհասկացվածության մթնոլորտ է առաջացել Ազատ դեմոկրատների եւ Ժառանգություն կուսակցությունների միջեւ։ Երկու կուսակցությունների միացյալ ընտրացուցակում Թևան Պողոսյանին հաջորդում է Ազատ դեմոկրատներից Մասիս Այվազյանը, իսկ նրանից հետո Ստյոպա Սաֆարյանը։ Կալայի հետ զրույցում Մասիս Այվազյանը հայտնել է, որ պատրաստ է խորհրդարանում աշխատել եւ մանդատից չի հրաժարվի։ Ազգային ժողովի պատգամավոր Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարոյի Փոստանջյանը մեկնել է Միացյալ Նահանգներ մասնակցելու Տավթի համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին։ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Կալային հայտնել է, որ հնարավոր է նրան ժամանակավոր փոխարինի Թևան Պողոսյանը։ Արմեն Մարտիրոսյանը ասել է նաեւ, որ դեռ ուշ չէ եւ պարոն Պողոսյանը կարող է հայտարարել, որ հետ է վերցնում մանդատը։ Այլ թեմայից հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, թեև ազգային ժողովի 4 խմբակցություններ դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան այն ուժը կորցրած ճանաչելու հարցով։ Նրանց համոզմամբ օրենքը ունի մի շարք հակասահմանադրական դրույթներ, որոնք պետք է հաշվի առնել։ Սահմանադրական դատարանի որոշումը հայտնի կդառնա մինչև հունվարի 25-ը։ Մինչ այդ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի նախաձեռնության անդամները չեն պատրաստվում դադարեցնել իրենց պայքարը։ 1974 թվականին եւ դրանից հետո ծնված քաղաքացիները արդեն հունվարի 1-ից պարտադիր կերպով պետք է իրենց աշխատավարձի 5%-ը վճարեն։ Դա բացատրվում է այս կերպ. երիտասարդը պետք է կուտակի պարտադիր սկզբունքով, հանուն իր բարեկեցիկ ծերության։ Չնայած օրենքն ուժի մեջ է մտել, բայց այսօր էլ քչերը պատկերացում ունեն՝ կուտակել որտեղ, կոնկրետ ինչ հիմնադրամներում են պահվելու այդ գումարները։ Արդյոք դրանք վստահելի կազմակերպություններ են։ Երիտասարդը ինչ երաշխիք ունի, որ կատարելով պարտադիր վճարում վաղը կստանա այդ գումարը եւ այլն։ Բացի նրանից, որ սոցիալական պայքար է, նաև իրավական պայքար է, քաղաքացիները պայքարում են իրենց իրավունքների համար, որոնք ոտնահարվում են։ Այս պարագայում ինչքան էլ որ բարձրացվի աշխատավարձը, պետք է գիտակցել, որ կա հստակ իրավունքի ոտնահարում։ Երբ որ մարդիկ, որոնք տեղյակ չեն, թե ինչ է իրենց սպասվում, մենք էլ հանկարծ աշխատավարձը տարբեր կստանան իրենց դեկտեմբերյան աշխատավարձից, առնվազն 6.61%-ով։ Նախաձեռնության անդամների կարծիքով ավելի մեծ աղմուկ կլինի այն ժամանակ, երբ փետրվարին քաղաքացին կստանա իր առաջին աշխատավարձը։ Կամ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չկարողացավ կոնկրետ մատնանշել նաև երկրի վարչապետը։ Տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարելով, որ պարտադիր կուտակային համակարգին չկա այլ ընտրանք եւ որ վստահ է, որ թեև դժվարությամբ, բայց տարիներ անց ոլորտում արձանագրվելու է հաջողություն։ Անվստահությունը կապված ֆոնդերի հետ եւս փորձեց փարատել միայն նշելով, որ այդ ֆոնդերը առաջատար են եւ ունեն բարձր վարկանիշ եւ որ կապահովեն խնայողությունների հուսալիությունը։ Սակայն ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի նախաձեռնության անդամները եւ ազգային ժողովի 4 խմբակցությունների ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ հարկավոր է, որպեսզի օրենքից դուրս գա պարտադիր բաղադրիչը կամ կիրառումը գոնե 1 տարով հետաձգվի, հատկապես եթե կան հակասահմանադրական մի շարք դրույթներ։ Եթե սահմանափակումը փաստացիորեն բերում է նրան, որ մարդ չի կարող տիրապետել իր սեփականությունը, դա նշանակում է, որ արդեն կա խնդիր ոչ թե տիրապետելու իրավունքի, այլ սեփականության իրավունքի հետ։ Պարզվում է, որ Սահմանադրական դատարան տարիներ առաջ ինքը որոշում է կայացնել, որ պարտադիր կարող են լինել միայն պետական բյուջեով վճարվող գումարները։ Այսինքն այն հավասարեցվել է պարտադիր վճարը, որ կարելի է աշխատակցից, թեկուզ աշխատավարձից պահում կատարել, դա պետք է վճարի պետական բյուջե։ Հիմա ինչ հիմնավորումով պետք է Սահմանադրական դատարանը այլևս ասի, որ բայց նաև կարելի է վճարել մասնավորի, ես չգիտեմ։ Սահմանադրական դատարանը կհակասի իր իսկ ընդունած որոշումներին, եթե հետ չկանչի օրենքը, իսկ այս հարցում չեն շտապում ենթադրություններ անել, պատրաստվում են իրազեկման ու բողոքի ակցիա անցկացնել, քաղաքացիներին տեղեկացնելով իրենց իրավունքների մասին։ Այդպես էլ իրազեկման խնդիրը չի լուծվել, դուք գիտեք, շատերը չեն մտածում, որ իրանց է դա վերաբերելու։ Փետրվարի 1-ից ավելի մեծ միավորում կլինի։ Մենք իհարկե գիտենք, որ այդքան հեշտ չի լինելու այս ամենը, եւ ոչ միայն չենք հուսահատվելու եւ չենք արտագաղթելու, ինչպես շատերը միգուցե մտածում են, որ հիմա մարդիկ գնան, ես միշտ ասել եմ ու կասեմ, պայքարող մարդիկ երբեք չեն գնում։ Պարտադիր վճարումներ սահմանել այնպիսի երկրում, որտեղ սոցիալական լրջագույն խնդիրներ կան, մի շարք բացասական հետևանքների կհանգեցնի։ Այդ թվում պատճառ կդառնա հիասթափության եւ արտագաղթի ծավալների աճի, համոզված են օրենքին դեմ արտահայտվող քաղաքացիները։ Եթե մենք այսօր նայենք աշխատավարձերի քանակը, դա բոլորովին չի համապատասխանում այն մակարդակին, որ Հայաստանում մտցվի կուտակային կենսաթոշակային համակարգ։ Ինչ որ մի ձևի պետք է արտահայտի ժողովուրդը իր կամքը, թե չէ սենց առանց որ пассив լինի ժողովուրդը ինչ ուզեն կանեն, էլի։
պետք է այդ ամբողջ ժողովուրդը արդեն համախմբված պայքարի, ոչ թե մի քանի հոգով չի լուծվի այս հարցը։ Նման օրենքի կիրառումը ոչ միայն անմիջական, այլև անուղղակի ազդեցություն կունենա հասարակության ամենաակտիվ շերտի երիտասարդության վրա, համոզված են օրենսդիրի ընդդիմադիր հատվածն ու երիտասարդ ակտիվիստները, թեև եղան որոշ ընկերություններ, որոնք հայտարարեցին, որ պատրաստ են վճարել իրենց աշխատակիցների փոխարեն, սակայն երիտասարդների համոզմամբ սա օրենքի բացասական հետևանքները մեղմելու միջոց չէ։ Վարդուհի Արզումանյան, Գոռ Հովհաննիսյան, Gala News։ Հայաստանում տոները ոչ միայն ուրախանալու, միմյանց շնորհավորելու, այլև եկամուտներ ստանալու կամ դրանք բազմապատկելու լավագույն առիթ են, հատկապես նրանց համար, ովքեր զբաղվում են ապրանքների ներկրմամբ ու վաճառքով։ Դրա մասին են վկայում շուկայական ապրանքների գները, որոնք նախատոնական օրերին երբեմն հասնում են առավելագույն ցուցանիշի։ Անցած տարեվերջին ևս մի շարք ապրանքատեսակների գների զգալի աճ գրանցվեց, որին քաղաքացիները որևէ բացատրություն չեն գտնում։ Նախատոնական առևտրի ընթացքում հայ քաղաքացիներն այլևս զարմանալու պատճառներ չեն ունենում։ Միրգ, բանջարեղեն, մսամթերք թե կատնամթերք ձեռք բերելու համար սովորական ծախսերից ավելին պետք է նախատեսել։ Այլ հարց է, սպառողական զամբյուղը կբավարարի, ասենք 1500 դրամով լոլիկ, 80 դրամով ձու կամ սովորականից ավելի գներով կատնամթերք գնելու համար։ Ծախսերի մեջ տեղավորվում են ցանկացած գնով։ Ձուն 5 դրամով ավելացավ, կատնամթերքը 10-15 դրամով ավելացավ։ Ծխախոտը առանց որևէ բանի բարձրացավ 30 դրամով տուփը։ Ու անհասկան հացը տանգացավ 10-20 դրամով։ Երբ բարձրանում են, այդպես էլ մնում են։ Եթե ավելի չբարձրանա, շնորհակալ կլինենք։ Ժողովուրդը ստիպված է գնել։ Ճարահատված։ Մա ինչ անեն։ Նոր տարի է։ Չանեն։ Անկախ գներից որևէ մթերքի սպառման խնդիր չի առաջանում։ Խանութների հարևանությամբ դատարկված արկղեր են, գայթակղիչ գովազդային պաստառներ, այլևս առանց առաջարկի։ Տոներից հետո որոշ ապրանքներ ձեռք բերելու դժվարություն է լինում, այսինքն ինչ սովորույթով թանկանում են ապրանքները, նույն այդ սովորույթի ուժով էլ քաղաքացիները չեն հրաժարվում ճոխ տոնական սեղաններից, որպեսզի տարին էլ առատ լինի, իսկ բազմազան առաջարկի պակաս չի զգացվում։ Մարդիկ ինչ որտեղից կոկորտիլոսի միս են բերում վաճառում 380,000 դրամով, ինչու համար, սա ինչ ավանդույթ են մեզ մատուցում։ Ճարահատված մարդիկ առնում են, թեկուզ այդ հենց ձուն կոնկրետ, որ նոր տվատեմ չի լինում, չէ, շատ քիչ է լինում ու ստիպված եթե 100 դրամ էլ դնենք ձուն, հաստատ կտանեն։ Նախատոնական գնաճը հաշվի չի առնում ոչ տոնական տրամադրությունը, ոչ տարվա բերքարատությունը, ոչ էլ առավել եւս քաղաքացու հնարավորությունները։ Ապրանքներ ներկրողների համար լավագույն շրջանն է գերշահույթ ապահովելու։ Հայրենական ապրանք արտադրողների միությունը դեռ չի ամփոփել դեկտեմբեր ամսվա սղաչի ցուցանիշները, բայց արձանագրել է մի շարք ապրանքատեսակների գնաճ նույնիսկ ամանորից հետո եւ զարմացել որոշ մթերքների գների վրա։ Երբեք նման բան չեմ տեսել, որ 300 դրամով կարտոֆիլ վաճառեն, էլ չեմ խոսում ցիտրուսային կուլտուրաների մասին, որոնք նույնպես շատ բարձր են։ Վերջորերը մրգերի գները հասել է եսին որտեղ։ Մորխնձորը շատ տարածված լավ գիներ, այս տոնական օրերին դարձել էր 1000 դրամ։ Բոլոր տեղերում ինչքան լսում ենք, ինչքան տեսնում ենք, ընդհակառակը գները իջնում են, որպեսզի բոլորը կարողանան ունենան։ Ընդհանուր առմամբ անցած տարվա գնաճը կազմել է մոտ 4%, իսկ թե ինչն է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ ապրանք ներկրողները գների անհիմն բարձրացումներ են կատարում, հայրենական ապրանք արտադրողների միության նախագահն այլ հիմնավորում չունի, քան համապատասխան վերահսկող կառույցի թերացումը։ Պետք է որոշում կայացվի, կարծում եմ, կառավարության կողմից, որ նրանք, ովքեր գները նախատեսվածից բարձրացնում են, իսկ նախատեսված գները հսկիչ գներ պիտի այդուհանդերձ այդ օրերին սահմանվեն, այդ սահմանված գներից բարձր գների դեպքում պետք է նրանք իրենց ակնկալվող եկամուտի 90%-ը բերեն բյուջե մուծեն։ Այդ դեպքում նրանք նման քայլի չեն գնա։ Չկա տեր, չկա տիրական, ով ինչ ուզում անում է, խնդրեմ, մեր երկրի վիճակը սա է։ Ոչ ճիշտ կառավարության հետևանք է սա, ոչ ճիշտ երկրի մասին է խոսում սա։ Թողտվությունն ու մոնոպոլիան հնարավորություն են տալիս ներկրողներին գերշահույթ ապահովելու, իսկ քաղաքացիները երբեմն չեն էլ հասկանում, ինչն է եղել թանկացումների պատճառը, իսկ թե այս տարվա ընթացքում ինչպիսի ցուցանիշներ կգրանցի գնաճի սանդղակը, կախված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններից։ Թոշակը պետք է բարձրանա եւ ամեն տարի պետք է բարձրանա եւ դա ոչ թե պիտի այսպես գնաճով այսպես կոմպենսացվի թոշակը, այլ պետք է թոշակը բարձրանա, իսկ գնաճը պետք է մեղմ լինի եւ զսպված լինի։ Կենսաթոշակների հետո նաև աշխատավարձերի բարձրացումը անհետևանք չեն մնա գների վրա, թեև սա ըստ մասնագետների կապ չունի ապրանքային շուկայի հետ։ Առավել ևս, եթե քաղաքացու սպառողական զամբյուղը հաճախ չի բավարարում առաջնային անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար։ Վարդուհի Արզումանյան, Գոռ Հովհաննիսյան, Gala News։
Այլ թեմաներից հայ փաստաբանների եւ իրավաբանների ֆրանսիական ասոցիացիան հայտարարությամբ է հանդես եկել Դերասան Վարդան Պետրոսյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու դատարանի որոշման առնչությամբ։ Ասոցիացիան զարմանքով եւ մտահոգությամբ է ընդունել դերասանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ Կոտայքի մարզի դատարանի որոշումը։ Հայտարարության համաձայն ընտանիքի շնորհիվ ստացված եւ փաստաբանի կողմից հաստատված տեղեկությունները չեն արդարացնում ֆրանսահայ դերասանին կալանքի տակ պահելու որոշումը։ Հայաստանի ամենացուրտ մարզերից մեկը Շիրակը սահադաշտ չունի։ Գյումրեցի մի խումբ երիտասարդներ անցած տարեվերջին կայացած Գյումրու ավականու նիստի ավարտին բարձրացրեցին այս հարցը քաղաքապետից եւ ավականու անդամներից ակնկալելով աջակցություն։ Երիտասարդներն առաջարկեցին նաեւ տարածք, այն է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում գտնվող ջրավազանը, որտեղ արդեն մի քանի օր է աշխատանքներ են տարվում։ Այսինքն նրանց նախաձեռնությունը հավանության է արժանացել։ Երիտասարդները մտահոգված են, որ շատ հաճախ սահադաշտում չմուշկով սահելու համար ստիպված են լինում հասնել Երևան։ Ու հիմա փորձում են համատեղ ջանքերով նախաձեռնությունը կյանքի կոչել, չնայած որ կան որոշակի խնդիրներ։ Հարկավոր է մի քանի տոննա ջուր, որը մեքենաներով տեղափոխելու համար պահանջում է եւ աշխատանք եւ ժամանակ։ Մեր երիտասարդները խմբերով գնում են Երևանում են սահադաշտում գնում սահելու, նույն այդ գումարները, որ կան, որ ծախսվում է Երևանում, կարելի է ծախսել սեփական քաղաքի զարգացման վրա եւ սեփական քաղաքում ինչ-որ մի լավ բան ստեղծելու համար։ Ցանկալի կլներ, որ այնտեղ մի հատ տրուբակ է, այդ սարեսված է հիմի ջուրը, որ բացել են փորձելու սարել է, եթե հնարավորություն լինի այդ ջուրը հալեցնենք, մի գիշերում էլ էս գործը ամբողջությամբ կարվի, բայց եթե չի հալեցվում, ջրմուղն էլ չունի համապատասխան սարքեր այդ հալեցնելու համար, ստիպված ենք այսպես ջրի մեքենաներով վերջացնել աշխատանքը, որը ավելի երկար կտևի։ Սառեցման հետ է կապված խնդիրը եւ ջրի անտատես հոսքի հետ է կապված հարցը, փորձեն կարգավորել ջրագիծը կա, բայց այս սառազե ագրեգատ եւ նման բաներ ճարել ենք, փորձեն կարգավորել ջրագծով ապահովել անտատ հոսքը դեպի լողավազան։ Թուրքիայի ու Հայաստանի սահմանին գտնվող Արփաչայ, Աքիակա եւ Տիգոր շրջանների գյուղապետերից ու թուրք սահմանապահներից պահպանած պատվիրակության եւ Հայաստանի սահմանապահ մարմինների միջև Գյումրիում հանդիպում է տեղի ունեցել։ Քննարկվել են սահմանի խախտումներին, դրանց կանխարգելմանը, կենդանիների գողություններին առնչվող եւ այլ հարցեր։ Համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումը մարտին անցկացնելու վերաբերյալ։ Առաջիկա կես տարում Եվրոպական միության նախագահությունը Հունաստանին կանցնի։ Նախագահությունը սկսվել է Աթենքում տեղի ունեցած Եվրահանձնաժողովի եւ հունական կառավարության անդամների համատեղ նիստով։ Կես տարվա ընթացքում Աթենքում տեղի կունենա ավելի քան 14 հանդիպում Եվրամիության երկրների նախարարների մակարդակով։ Երկիրը պատասխանատվություն կկրի Եվրամիության ֆինանսական աճի դեպքերի համար։ Կանադայում գրանցվել է թռչնագրիպից մահացության առաջին դեպքը։ Ռիսկը բնակչության համար ընդհանուր առմամբ ցածր է։ Գրիպի առաջին ախտանշանները հայտնվել էին դեկտեմբերի վերջին առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 10 տարվա ընթացքում 15 երկրներում գրանցվել է H5N1 վիրուսով մարդկանց վարակման 649 դեպք, 384 մարդ մահացել է։ Նյու Յորքի իշխանությունները կօրինականացնեն մարիխուանայի օգտագործումը, սակայն միայն բժշկական նպատակներով։ Թմրանյութը կարող են ստանալ քաղցկեղով, գլաուկոմայով եւ այլ լուրջ հիվանդություններով տառապող մարդիկ։ Ինքնուրույն կանեփ աճեցնելը արգելվում է։ Այսպիսով Նյու Յորկը կդառնա մի այցելանքների 21-րդ նահանգը, որտեղ բժշկական նպատակներով կօրինականացնեն մարիխուանայի կիրառումը։ Գերմանիայում Քյոլնի 88-ամյա բնակչին սպանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Տեղամարտը մեղադրվում է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Օրադուր Սյուր-Կլան գյուղի 624 բնակիչների սպանությանը մասնակցելու մեջ։ Գյուղը հիմնովին ավերվել էր նացիստների կողմից։ Հետաքննության տվյալներով պատերազմի տարիներին տեղամարտը ծառայել է նացիստական տանկային ստորաբաժանումում, որի զինվորներն էլ մասնակցել են գյուղի բնակչության ոչնչացմանը։ Նրա անուն ազգանունը առայժմ չի հրապարակվում։ 1944 թվականի հունիսի 10-ին նահանջող նացիստները գյուղում ավելի քան 600 մարդու են սպանել եւ այրել են գյուղը։ Հանցագործությունը կատարելու պահին տեղամարտը 19 տարեկան է եղել։ Մոտակա ժամանակում դատարանը կորոշի արդյոք տվյալ գործով դատական գործընթաց կսկսվի, թե ոչ։ Իսկ Զագրեբում Գերմանիայի պահանջով կալանավորվել է անկախ Խորվաթիայի հատուկ ծառայության հիմնադիր Յոսիփ Պարկովիչը։ Գերմանիայի իշխանությունները պահանջում են արտահանձնել նրան։ Երկիրը Պետկովիչին կասկածում է 1983 թվականին խորվաթ այլախոս Ստեփան Զուրեկովիչի սպանության մեջ։ Հանցագործությունը տեղի է ունեցել Գերմանիայի Վոլֆրատսհաուզեն քաղաքում։
Լոնդոնի ոստիկանությունը բերվել է պատրաստվածության բարձր մակարդակի։ Նման միջոցառումներ են ձեռնարկվել այն բանից հետո, երբ դատարանն օրինական է ճանաչել ոստիկանության գործողությունները սպանության գործով, որը զանգվածային անկարգություններ էր առաջացրել 2011 թվականին։ Օգոստոսի 4-ին իրավապահների կողմից ձերբակալման փորձի ժամանակ սպանվել էր 29-ամյա Մարկ Դագանը։ Մահացու կրակոցն արձակած ոստիկանության սպան հայտնել է, թե իրեն թվացել է, որ Դագանը վերցրել է ատրճանակը կրակելու համար, սակայն սպանվածի մոտ զենք չի հայտնաբերվել։ Լեհաստանի կառավարությունը համաձայնեցրել է առաջարկների փաթեթը, որոնք վերաբերում են հարբած ղեկին նստելուն։ Այսպես ոչ ստապ վիճակում մեքենայի ղեկին նստած վարորդները, որոնց մեղքով մահվան կամ ծանր վնասվածքների ելքով վթարներ տեղի կունենան, վարորդական իրավունքներից կզրկվեն, ընդմիշտ։ Այս օրերին երկիր մոլորակին մոլեգնում է մագնիսական փոթորիկ։ Այս երևույթը դիտվում է արդեն երկրորդ անգամ անցած 3 շաբթիից սկսած։ Արեգակնային բռնկումները կախված ռենտգենյան ջարագայթման հզորությունից բաժանվում են 5 դասի։ Այժմ նորման գերազանցվել է 10 անգամ։ Հնարավոր են էլեկտրատեխնիկայի խափանումներ եւ մարդկանց ինքնազգացողության վատացում։ Արման Գևորգյան, Կալանյուս։ Բրեմենի Վերդերի մարզադաշտի գլխավերևում չհայտնաբերված թռչող օբյեկտ է նկատվել։ Օդանավակայանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Իրավապահները դրան հետևել են ուղղաթիռներով եւ մեքենաներով, սակայն ինչ-որ բան իմանալ չեն կարողացել։ Այն տանդաղորեն անցել է մարզադաշտի վրայով, ապա շարժվել է դեպի քաղաքի կենտրոն։ Դրանից հետո օբյեկտը անհետացել է։ Այսքանը այժմ ծանոթացեք մարզաշխարհի նորություններին, այնուհետև եղանակի տեսությանը, իսկ Կալանյուսը եթերում կլինի ժամը 22-ին։ Առայժմ Մադրիդի Ռեալը պաշտոնապես հայտարարել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Ալոնսոյի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ 32-ամյա իսպանացին արքայական ակումբում կմնա մինչև 2016 թվականը։ Պայմանագիրն երկարաձգելուց հետո նա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսից ստացել է հատուկ ժամացույց եւ մարզաշապիկ 2016 գրությամբ։ Ալոնսոն Ռեալ է տեղափոխվել 2009-ին անգլիական Լիվերպուլից։ Արքայական ակումբի կազմում մասնակցել է 204 հանդիպման եւ դարձել 6 գոլի հեղինակ։ Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը երկրպագուների քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի հավաքականի 2013-ի լավագույն ֆուտբոլիստը։ Օզիլը, ով հավաքականի կազմում մասնակցած 52 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ, ստացել է երկրպագուների 30%-ից այնը, առաջ անցնելով Մյունխենի Բավարիայի պաշտպան Ֆիլիպ Լամից եւ կիսապաշտպան Թոմաս Մյուլլերից։ Յուրաքանչյուր հանդիպումն անցկացնում եմ այնպես, կարծես առաջին անգամն եմ պաշտպանում հավաքականի գույները, ասել է Օզիլը։ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում կատալոնական Բարսելոնան տանն ընդունել էր Խետաֆեին։ Camp Nou ստադիոնում կայացած խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով 4-0 հաշվով։ Իսպանիայի չեմպիոնի կազմում 2 գոլի հեղինակ է դարձել Սեսկ Ֆաբրեգասը։ 2 անգամ էլ աչքի ընկել վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Լիոնել Մեսին։ Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 17-ին։ Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Մանչեսթեր Սիթին տանը 6-0 հաշվով հաղթեց Վեսթ Հեմին։ Հետրիկի հեղինակ դարձավ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Նեգրետոն։ Բոսնիացի հարձակվող Էդին Չեկոն դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ աչքի ընկավ Յայա Տուրեն։ Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Մանչեսթեր Յունայթեդը եւ Սանդերլենդը։